Ողջույն, այս դասում կխոսենք TCP dump-ի մասին։ TCP dump-ը թույլ է տալիս մեզ analyze անել փաթեթները, որոնք գնում են մեր ուրեմն բանի միջոցով, հա, մեր սիստեմայի միջոցով analyze անել TCP IP պակետները։ Բերեք ուրեմն մաքրենք եւ մի քիչ մեծացնենք եւ այսպես sudo TCP dump։ Սա օգտագործում է այն ինտերֆեյսը, որով մենք կպնում ենք մեր ուրեմն ինտերնետին եւ capture անում փակետները, այսինքն ցույց է տալի այն փաթեթները, որոնք անցնում են մեր այն ինտերֆեյսով, որոնցով մենք կպած ենք ինտերֆեյսին, control-c անենք, մաքրենք, բերեք IP link show տանք, տեսնենք ինչ ինտերֆեյսներ ունենք, տեսնում ենք ունենք երկու ինտերֆեյսներ։ Որպեսզի մենք տեսնենք packet capture անենք specific interface-ից, մենք հավաքում ենք sudo tcp dump, եւ ինտերֆեյսի օրինակ loopback-ի անունը, տակ։ Ես կպատեմ իմ Amazon-ի ուրեմն տերմինալին Amazon եւ այսպես, այստեղ -i, հա, minus interface։ Եվ տեսնում ենք, որ այն լսում է մեր loopback ինտերֆեյսը, քանի որ loopback ինտերֆեյսով ներկայացին traffic չի անցնում, ես փորձեմ հավաքել INS4-ը, այսպես պետք է գրեի։ Եվ փորձենք հիմա INS4-ը, INS6-ը, որով մենք կպած ենք ինտերֆեյսին, ինտերնետին, եւ տեսնում ենք այստեղ ուրեմն network ինտերֆեյսը եւ ցույց է տալի մեր այսպես ասած capture-ը։ Մաքրենք էկրանը։ Так, հաջորդ հրամանը, որպեսզի մենք կարողանանք որոշակի քանակի, հա, հատուկ քանակի փաթեթներ capture անել, մենք հավաքում ենք sudo tcp dump, так, -c count եւ օրինակ 5 հատ փաթեթ ենք ուզում հավաքել։ Ինտերֆեյսը INS5 եւ տեսնում ենք այն 5 հատ փաթեթ հավաքեց։ Այստեղ դուք տեսնում եք տարբեր ինֆորմացիաներ, տեսնում եք IP-ները, որտեղից որտեղ է դում, տեսնում եք sequence number-ը, տեսնում եք ACK-ն, սա TCP session-ի, հա, մասին է, TCP session-ի եւ այլ ինֆորմացիա եք տեսնում, այսինքն տեսնում եք ամբողջ փաթեթը եւ փաթեթի մասին ինֆորմացիա։ Так, հաջորդը, որպեսզի մենք TCP dump-ը packet-ը capture անենք եւ արտացոլենք այն ISC ֆորմատով, մենք կարող ենք դա անել այսպես sudo tcp dump, հա, -a -i եւ INS5 եւ սա ISC ուրեմն ֆորմատով են։ Так, control-c անենք, так, ինչու control-c չի անում, так, բերեք լավ, սա փակեմ նորից, ուրեմն ես կպնեմ իմ Amazon մեքենային, հիմա տերմինալը կբացի, որպեսզի մենք տեսնենք, թե ինչ ինտերֆեյսներ ունենք, մենք կարող ենք հավաքել այսպես tcp dump -d եւ տեսնում եք այն ինտերֆեյսները, որոնցից մենք կարող ենք այսպես ասած օգտագործել tcp dump հրամանը, որպեսզի մենք փաթեթները տեսնենք hex ֆորմատով, հա, մենք ինչ hexadecimal, հա, այս ֆորմատով մենք ինչ կարող ենք անել, մենք կարող ենք անել tcp dump, ուրեմն -xx -interface INS5, так, permission-ը ուզում sudo եւ տեսնում ենք hexadecimal ֆորմատով, հա, ինչու մենք չենք կարողանում կանգնացնել, հետաքրքիր է, երևի local, ուրեմն ես կարող եմ կանգնացնել, սակայն այստեղ չի լինում կանգնացնել, բերեք նորից լավ կպնենք, համենայն դեպս դուք իմացաք հրամանը, connect տանք, միջև կպնի, так, ինչ մյուս հրամանը TCP dump-ի, որպեսզի մենք save անենք մեր փաթեթները ֆայլով, որպեսզի հետագայում մենք այն ուղարկենք ինչ-որ network engineer-ի կամ admin-ի նայի, մենք անում ենք այսպես sudo tcp dump, հա, ասենք captured packets, օրինակ get pickup, փաթեթների նայելու, ասենց ասած ֆայլի ֆորմատն է եւ interface INS5, այսպես։ Так, ինչ որ syntax error կա, ավելի ճիշտ ես կներեք, այստեղ չեմ գրել tcp dump -r,
Ասում է այս կներեք մինուս r չէ, մինուս r-ի կարդալն է read-ն է, ես պետք է անեմ write, հիմա pattern-ները TCP dump-ը capture անում pattern-ները և գրում է այս ֆայլում control-c ենք անում, տալիս ենք s և տեսնում ենք այստեղ այս ֆայլը, ինչ ենք մենք անում, մենք հավաքում ենք sudo TCP dump, հիմա մինուս r read և հավաքում ենք cap, տակի գծիկ և սա և տեսնում ենք այդ փաթեթները, որոնք capture է արել, այստեղ դու կարող եք օրինակ analyze անել և ուղարկել այլ ինժեներին, որպեսզի այն նայի, տեն արդեն խնդիր կա, թե չէ, որպեսզի մենք փաթեթները capture անենք IP հասցեների հետ, մենք հավաքում ենք sudo TCP dump -n-e և ens5 Ctrl-C ենք հիմա անում և բերեք մեկ տողնենք, տեսնում եք ժամանակը, տեսնում ենք IP-ն որտեղից որտեղ, որ պորտով, flag-ներն եք տենում, sequence number-ը, acknowledgement-ը և այլ պարամետրեր, իհարկե բոլոր պարամետրերը պարզավոր ստեպ պետք է առնչանք եք հասկանաք, որ ինչ է, սակայն կարծում եմ դուք դա կարող անեք, կարևորը հիշեք այդ հրամանը, բերեք մաքրենք, որպեսզի ուրեմն մենք կարողանանք միայն capture անել մեր TCP պակետները, մենք հավաքում ենք sudo TCP dump -e-ens5 նշում ենք ուրեմն մեր կներեք 5 այստեղ սխալ արեցի և սա ցույց է տալի մեր TCP միայն TCP փաթեթները, որպեսզի UDP անեք, նույնը UDP պետք է լինի տակ, այսպես և UDP տրաֆիք ներկա պահին չի անցնում, սակայն դուք կարող եք այն ուրեմն, տեսնում եք, որ NTP-ն UDP է, տեսեք, NTP տրաֆիք գնաց UDP և այս տակ, այսքանը այս դասի համար, հուսով եմ հասկանալի էր։